Նախագահի նախկին թեկնածու Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսը սկսեց մարտի 1-ի զոհերի հիշատակով։ Անի Աստված ինձ եւ մեզ կյանք տա, մարտի 1-ի կրկնությունը պարզապես թույլ չենք տալու։ Եվ ով կազմակերպեց, նաեւ պատասխանատվություն պիտի կրի։ Ընտրությունները բողոքարկելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ որոշում Ռաֆի Հովհաննիսյանը դեռ չի կայացրել։ Սահմանադրական դատարան չդիմելու կամ դիմելու որոշումը մենք խորհրդի կարգով, ոչ թե քվեարկությամբ, խորհրդի կարգով վերստին վաղը կքննարկենք հայ ժողովրդի հետ, հաղթած ժողովրդի հետ եւ արդեն ես որպես ժողովրդի վստահությունը վայելող համակարգացի հաջորդ օրը Իրաքի ամսի 3-ին վերջնական որոշումը կկայացնի։ Ռաֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև երեք Ազատության հրապարակում երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանի աղմկահարույց ելույթին, ով նկատի ունենալով Սերժ Սարգսյանին ասել էր, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը չպետք է ղեկավարի մեծ։ Ես ինքս ինձ իրավունք եմ վերապահում, որը սահմանադրական իրավունք է, նաև չհամաձայնվել ձեր կամ հարթակում հնչած ցանկացած տեսակետի հետ։ Դուք մի անգամ հարցրեցիք համաձայն եք, ես ասացի ոչ, համաձայն չեմ, միաժամանակ հարկում եմ այդ քաղաքացու եւ բոլոր մնացած մեր համակարգացիների ազատ խոսք ասելու իրավունքը։ Ժառանգության առաջնորդը չգիտի, թե երբ կրկին կհանդիպի Սերժ Սարգսյանին, իսկ ահա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու եւ բանակցելու ցանկություն նա չունի։ Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանի մոտ ընթացող հանրապետական, ՀՅԴ-ի եւ Ժառանգության մասնակցությամբ խորհրդակցությունների կապակցությամբ Հովհաննիսյանը նշեց. Լավ է, որ խորհրդարանում, դե ֆակտո խորհրդարանում գործընթացներ կան, բայց այդ գործընթացները կապ չունեն իմ որպես ձեր վստահությունը վայելող համակարգացու մոտեցման հետ։ Ասուլիսից հետո Ժառանգության առաջնորդն ու իր համակիրները ուղևորվեցին Մյասնիկյանի արձանի հարակից տարածք, որտեղ էլ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Լուսինե Հովհաննիսյան, Արման Գրիգորյան, Սլայք AM։